Մոսկվայում ավարտվել է միջազգային ջազ փառատոնը, որին մասնակցել են ավելի քան 1000 երգիչներ և նվագախմբեր Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից։ Հայաստանը այս տարի փառատոնին ներկայացրել էր Արցախի ջազ նվագախումբը, որն Արցախի հայաթափումից հետո վերջերս է վերամիավորվել։ Մոսկվայից մեր թղթակից Վահե Ավանեսյանի տեսանյութ է արցախցի ջազ նվագախմբի ելույթների և դրանց նախորդած ադրբեջանական հակազդեցության մասին։ Ռուսաստանի այս ամառվա գլխավոր երաժշտական իրադարձությունը Մոսկովյան ջազ փառատոնն է, որ ընթանում է մայրաքաղաքի գլխավոր զբոսայգիներում, որոնցից կենտրոնականը այստեղ է, Զարյադյեում, Կրեմլի անմիջական հարևանությամբ, եւ այսօր այստեղ ելույթ է ունենում Արցախի ջազ համույթը։ Բնականաբար այդ ելույթը քաղաքական ենթատեքստ ունի եւ ադրբեջանական դեսպանատունը մեկ շաբաթ շարունակ ջանք չէր խնայում, որպեսզի կասեցնի Արցախ ջազ համույթի ելույթը Մոսկվայում, սակայն ելույթը այս պահին այնտեղ շարունակվում է։ Արցախի ջազ նվագախումբը վերամիավորվել է այս տարվա ապրիլին Մոսկվայում գործող Դիալոգ հասարակական կազմակերպության աջակցության շնորհիվ։ Կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի առաջարկով նվագախումբն ընդունել է Մոսկվայի ջազ փառատոնի մասնակցության հրավերը, որից հետո սկսվել են դիվանագիտական հարձակումները Ադրբեջանի կողմից։ Հայտնի է, որ Ադրբեջանի դեսպանությունը բողոքել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի Արցախ նվագախմբի ելույթը հանվի փառատոնի ծրագրից, ինչպես նաև Կազլովի ջազ ակումբում հանդես գալուց։ Բայց մեր կազմակերպությունն էլ իր դիրքերն ունի Մոսկվայում եւ մեզ հաջողվել է համոզիչ փաստարկներով ռուսաստանյան պետական օղակների մոտ ավելի համոզիչ լինել եւ չեզոքացնել ադրբեջանցի դիվանագետների աշխատանքները։ Եվ այսպիսով Արցախ ջազ նվագախմբի մասնակցությունը Մոսկովյան միջազգային ջազ փառատոնին ստեղծում է դրական նախադեպ, որը կարող է ճանապարհ բացել հետագայում ռուսաստանյան համանման հարթակներում արցախյան մշակութային եւ հասարակական կառույցների ներգրավվածության համար։ Մոսկվայի ջազ փառատոնի մասնակիցներին հնարավորություն է տրվում ելույթ ունենալ բացօթյա բեմերից մեկում եւ եւս մեկ ելույթ ջազ ակումբում։ Արցախի նվագախմբին վերապահված էր մեծ առավելություն։ Նրանց ելույթը եզրափակում էր գլխավոր բեմի համերգային ծրագիրը։ Համերգը սկսելուց ակնթարթներ առաջ Շանթ հեռուստաընկերության հետ իր զգացմունքներն է կիսում նվագախմբի հիմնադիր ու դիրիժոր մաեստրո Տիգրան Լալայանը։ Հիմա մեզ կանչում են արդեն պիտի բեմ դուրս գանք, արդեն Ինչ-որ նշանակություն կարևոր տեսնում եք այս ելույթի մեջ։ Մեծ նշանակություն, որտեղ մենք հիմա մասնակցում ենք բավականին լուրջ փառատոնին, ասինքն միայն մեկ big band, որ ներկայացնում է Հայաստանից Արցախ անունով, ու այդ մեծ սիմվոլիկ հատկանշանական իմաստ ունի, ու հիմա մենք ելույթով հանդես կգանք մեծ հանդիսատեսի առջև, որպես մեր հայկական ոճի ներկայացուցիչ։ Մոսկովյան իրենց ելույթի համար Տիգրան Լալայանն ընտրել էր ջազի համաշխարհային գոհարները, համեմելով դրանք հայ կոմպոզիտորների երգերով՝ Ռոբերտ Ամիրխանյան, Արտեմի Այվազյան, Ալեքսանդր Աճեմյան, Կոնստանտին Օրբելյան։ Մոսկովյան հանդիսատեսը մեծ ջերմությամբ էր ընդունում Արցախի ջազ նվագախմբի բոլոր համարները, երկար ծափերով ոգևորելով երաժիշտներին։ Ադրբեջանցիները հավանաբար հասկացել էին, որ այս մթնոլորտում սադրանքի դիմելը կլինի ի վնաս իրենց, ուստի ելույթի ժամանակ ոչինչ չէին ձեռնարկել, ու համերգը թե որակապես, թե կազմակերպչական առումով անթերի անցավ։ Արցախ, Տիգրան Լալայան, Արմենիա։ Հաջորդ օրը Արցախի նվագախումբը ելույթ էր ունենում հեղինակավոր ջազմեն Ալեքսեյ Կազլովի ակումբում։ Ջազ ակումբում մթնոլորտն ավելի կամերային էր, ու այստեղ արցախցիներին միացավ հայտնի ու սիրված երգչուհի Մարիամ Մերաբովան։
Հայաստանը ավանդաբար ջազի ամենաուժեղ դպրոցներից մեկն ունի։ Ինձ համար նվագախմբի անունը Արցախ առանձնակի նշանակություն ունի, ու ես միանգամից եմ արձագանքել։ Մենք վաղուց էինք Տիգրանի հետ կապի մեջ, դեռ պատերազմից առաջ։ Ծրագրում էինք համատեղ համերգ տալ Արցախում։ Այժմ նվագախումբը վերականգնվել է, երիտասարդացել է, հավաքել ենք շատ տաղանդավոր երաժիշտներ, ու մեր պարտքն է նրանց աջակցել ու հավատալ։ Տաղանդավոր երիտասարդներ, հիանալի մաեստրո, ես պատրաստ եմ միշտ նրանց նեցուկ լինել։ Պետք է նշել, որ Ալեքսեյ Կազլովի ակումբի տնօրինության վրա նույնպես ճնշումներ են գործադրվել։ Հեղինակություն վայելող տարբեր ադրբեջանցիներ են դիմել, մեկ սպառնալով, մեկ խնդրելով չթույլատրել խմբի ելույթը։ Վերջին առաջարկը եղել է համոզել երաժիշտներին գոնե այլ անվան տակ ելույթ ունենալ, բայց թե հրավիրող կողմը, դիալոգ հասարակական կազմակերպությունը, թե նվագախումբը նման առաջարկները նույնիսկ չեն դիտարկել։ Արցախ անունը մեր դեպքում ինչ լինելու է, ինձ թվում է այդ ամբողջը ավելի խոր արմատներն ու որ մենք պարտավոր ենք պահպանենք։ Ես ինքս ծնվել եմ Ստեփանակերտում, ինքս ապրել եմ իմ ընտանիքս երաժշտական, մենք եկել ենք մեր Աստծո տված միսիան շարունակենք։ Վահե Ավանեսյան, Կոնստանտին Չուգրեև, Էդգար Հովանեսյան, Մոսկվա, Շանթ Նյուզ։ Իդեպ Արցախի ջազ նվագախմբի ամբողջական ելույթը շուտով կարող եք դիտել Շանթ Պրեմիում և Շանթ Մյուզիք ալիքներով։